Կատարողական վարույթի մասին նոր օրենքով դրամական բռնագանձում է տարածվում նաև ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի հարթակներում, պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցների վրա։ Նախագծի մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որով ի թիվս այլնի դրամական բռնագանձում է տարածվում ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, այդ թվում տոտալիզատորի եւ այլ էլեկտրոնային հարթակներում պարտապանի անձնական հաշիվներում առկա միջոցների վրա։ Գործնականում գործընթացը իրականացվում է մի քանի փուլով։ Հարցումներ ուղարկվում են լիցենզավորված օնլայն շահումներով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչներին։ Շատ դեպքերում կիրառվում են փոխգործակցության մեխանիզմները, որը թույլ է տալիս ավտոմատ եղանակով ուղարկել հարցումներ եւ ստանալ համապատասխան պատասխանները։ Հայտնաբերված միջոցների վերաբերյալ կատարողը կայացնում է արգելանքի որոշում եւ կիրառում է համապատասխան արգելանքները, ինչից հետո ձևավորվում է բռնագանձման հաղորդագրությունների ուղարկումը համապատասխան խաղային կազմակերպիչների։ Պարտապանի դրամական միջոցները տիրապետող անձինք ստանալով այդ միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը անհապաղ կիրառում են արգելանքը համապատասխան չափով դրամական միջոցների նկատմամբ, դրանք թողնելով պարտապանի բանկային հաշվին կամ երրորդյա ժամկետում այդ միջոցները փոխանցում են պարտապանի անձնական հաշվին կցված Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկում բացված բանկային հաշվին կամ նույն ժամկետում դրանք փոխանցում են ծառայության դեպոզիտ հաշվին։ Երկու տեսանկյունից քննարկենք օրենքը, առաջինը սեփականության իրավունքի տեսանկյունից, արդյոք կարող է սեփականության իրավունք խախտի, թե չի կարող օրենքը։ Օրինակ խաղային հաշիվներում առկա միջոցները ոչ միշտ որ պատկանում են խաղային հաշվի օգտատիրոջը։ Օրինակ կարող է լինի բոնուսային գումար, որը պայմանական գումար է եւ դուրսբերման ենթակա չի խաղային հաշվի օգտատիրոջ կողմից։ Նրա սեփականության իրավունքը չի տարածվում այդ գումարի վրա, բոնուսային գումարը ընդհանրապես հնարավորություն է տալիս խաղադրույք կատարելու եւ շահման դեպքում նոր որոշակի իրավունքներ կառաջանան։ Հաշվի առնված չի խաղադրույքի մեջ գտնվող գումարի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, թե չի կարող տարածվել, քանի որ եթե արդեն խաղադրույք է կատարված գումարով, այդ գումարը դուրսբերման ենթակա չի։ Ինքն խաղային օգտատիրոջ սեփականությունը չի այլևս այդ գումարը։ Արկադիր կատարումն ապահովող ծառայությունից հստակեցնում են, որ բռնագանձման ենթակա են միայն կանխիկացվող գումարները, արդեն իսկ հաշվին հաշվարկված եւ հաստատված շահումները, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք կարող են ազատ դուրս բերվել հաշվից։ Եթե շահումները պայմանական են, օրինակ եթե խաղը չի ավարտվել կամ լրացուցիչ այլ պահանջներ կան, սովորաբար չի դիտարկվում որպես վերջնական ակտիվ եւ կարող է չարգելադրվել մինչեւ վերջնական հաստատումը։ Բռնագանձում կիրառելու համար անհրաժեշտ է հարթակի պաշտոնական պատասխան, պարտապանի նույնականացում, հաշվի կապակցում անձի հետ։ Փաստաբանի խոսքով բացակայում է նաեւ նշումը, թե ինչպես պետք է վարվի հարկադիր կատարողը, երբ պարզվում է, որ խաղային հաշվում առկա գումարը պատկանում է երրորդ անձի կամ օգտագործվում է համատեղ։ Ցանկացած դեպքում հարկադիր կատարողի կողմից կայացված որոշմամբ հստակ արձանագրվում է, որ արգելադրման կամ բռնագանձման են ենթակա հենց պարտապանին պատկանող դրամական միջոցները, ընդ որում կատարողական վարույթի մասին օրենքի 87-րդ հոդվածի համաձայն դրամական միջոցներն են այս դեպքերում նաև համարվում հենց ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների եւ էլեկտրոնային այլ հարթակներում պարտապանին պատկանող հաշվում առկա այն դրամական միջոցները, որոնք պարտապանի ցանկացած առաջին իսկ պահանջի դեպքում իրեն վերադարձման ենթակա են։ Սա նշանակում է, որ տվյալ դրամական միջոցների պարտապանին պատկանելության եւ նրան առաջին իսկ պահանջից վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ հարցի առաջնային գնահատականը տրվում է հենց տվյալ խաղերի կազմակերպիչների կողմից, ում որ հենց հարկադիր կատարողի որոշումը կատարման է ներկայացնում։ Սա նշանակում է, որ հարկադիր կատարողի լիազորությունները այս սկզբնական փուլում սահմանափակ են։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ որ կողմերը կկարծեն, որ արդեն իսկ արգելադրված կամ արդեն իսկ բռնագանձված դրամական միջոցները իրականում պատկանել են ոչ թե պարտապանին, այլ հենց իրենց, նման դեպքերում կարող են ծառայություն ներկայացրած դիմումով կամ բողոքով բարձրաձայնել այդ հարցը եւ ընդհանուր կարգով, այդ թվում եթե հնարավորություն լինի նաեւ վարչական լսումների միջոցով ծառայությունը կպարզի վերոնշյալ հանգամանքը եւ համապատասխան լուծում կտրվի, ընդ որում եթե դրամական միջոցները արդեն իսկ բռնագանձված լինեն, նաեւ միջոցներ կձեռնարկվեն այդ դրամական միջոցների վերադարձի ուղղությամբ։ Հարց է բարձրացվում նաեւ անձնական տվյալների գաղտնիության, դրանց կիրառման վերաբերյալ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշում են, վարույթի ընթացքում իրենց կողմից որևէ անձնական տվյալ չի մշակվում։ Տոտալիզատոր
օպերատորին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա են իրականացվում կատարողական գործողությունները։ Գաղտնիությունը ինքը կարող սահմանված լինի տվյալ խաղատունը կազմակերպողի կողմից իր կանոնակարգերով։ Բայց եթե մենք ունենք կատարողական վարույթից որոշակի հարցում, որ եթե տվյալ անձը խաղային հաշիվ ունի, արգելադրեք, գումարները փոխանցեք կատարողական համապատասխան հաշվի համարին, այս դեպքում որևէ ձևով օրենքը չի պաշտպանում։ Հա, գաղտնիության սկզբունքը կա, բայց պաշտպանված չի անձը նման արտահոսքից։ Դա պրակտիկայում ոնց է, եթե պարտատերը վաղը եկավ այդ կատարողական վարույթի նյութերին ծանոթացավ ու տարավ հրապարակեց այդ տվյալները ինչ որ երրորդ անձանց մոտ, որևէ պատասխանատվության չի ենթարկվի, որտեղ իրան արգելող որևէ իրավական նորմ չկա։ Հարկադիր կատարման ծառայությունը նշում է, որ լիազորությունն իրականացնելիս ապահովում է ինչպես պարտադիրոջ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ պարտապանի իրավունքների, այդ թվում ֆինանսական գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանությունը։ Ծառայությունը սովորաբար առաջնորդվում է հետևյալ հիմնարար սկզբունքներով։ Արգելանքը դրվում է միայն այն գումարի չափով, որքան անհրաժեշտ է պարտքը մարելու համար։ Բոլոր գործողությունները կատարվում են միայն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Նախապատվությունը տրվում է այն միջոցներին, որոնք նվազագույնը խաթարում են պարտապանի բնականոն ֆինանսական գործունեությունները։ Տվյալները ստացվում են եւ օգտագործվում են բացառապես կատարողական վարույթի շրջանակներում, դրանից դուրս արգելվում է տարածելը երրորդ անձանց համար։ Կիրառվում են տվյալների պաշտպանության բոլոր պահանջները։ Գտնում եմ, որ ունենք իրավական բաց եւ լավ կլիներ, որ այդ արտահոսքից պաշտպաներ կատարողական վարույթի մասին օրենքը եւ ուղղակի արգելեր նշված տվյալները կատարողական վարույթի մասնակիցներին տրամադրել կամ գոնե նրանց կողմից երրորդ անձանց որևէ ձևով հասանելի դարձնելը։ Հակառակ դեպքում ընթացքում մենք արդեն խնդիր կունենանք նշված օրենքի սահմանադրականության հետ։ Քաղաքացիները հնարավորություն ունեն վիճարկել, բողոքարկել հարկադիր կատարման որոշումները եւ գործողությունները, այդ թվում on-line հարթակներում գտնվող միջոցների վրա կիրառված բռնագանձումը։ Ունենք ընդհանուր բողոքարկումը երկու կարգ, վերադասության կամ որ նույնիսկ նաև վարչական կարգով բողոքարկումը, սա նշանակում է, որ բողոքը ներկայացվում է անմիջական ղեկավարին հարկադիր կատարողի եւ դատական կարգով բողոքարկումը վարչական դատավարության կարգով։ Ընդ որում նաև ուզում եմ խոսել անձնական գրասենյակ հարթակից, որի միջոցով պարտապանները կարող են ցանկացած պահի ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում կայացված որոշումներին, հարկադիր կատարողի գործողություններին, նույն հարթակի միջոցով ներկայացնել ապացույցներ, առարկություններ։ Կարևոր է նաև նկատի ունենալ, որ հարկադիր կատարողը նոր կարգավորումներով ավելի է շեշտադրվել, որ պարտավոր է ներկայացված ապացույցները ստուգել դրանց արժանահավատության, վերաբերելիության եւ թույլատրելիության սկզբունքների համատեքստում եւ կայացնել որոշում